Մեր տանը վաղուց արդեն բոլորը քնած են։ Լատիշական հեքիաթ։ Տանը մնացած մի աղջկա սիրտը կպչում է մի ջահել տղայի։ Ու շատ է ուզում, որ տղան ամուսնանա իր հետ։ Տղան համաձայնվում է, բայց միայն պատվիրում է, որ աղջիկը ծնողներին ոչինչ չասի։ Աղջիկը ոչինչ չի ասում։ Հավաքում է օժիտը, դնում մարաքում և սպասում իր սիրեցյալին։ Իսկ նա իսկի չէր էլ մտածում ամուսնանալ այդ պառավ ագռավի հետ։ Երեկոյան տղան գալիս է հարսնացուի ետևից։ Աղջկա ամբողջ ունեցվածքը դնում են սայլի մեջ և նրանք գնում են։ Ճանապարհին տղան ասում է. «Գիտես ինչ, սիրելիս, մենք հիմա թավուտով պիտի անցնենք։ Ես չեմ ուզում, որ ճյուղերը քո աչքերը հանեն, ավելի լավ է աչքերդ կապես»։ Աղջիկը աչքերը կապում։ Փեսացուն սայլը շրջում է փարախների կողմը, կանեփի խիտ արտի մեջ, և ինչքան ուժ ունի քշում է ձին։ 4 կողմից միայն ճարճատյուն է լսվում։ «Ինչ սարսափելի թփեր են», ասում է աղջիկը։ «Շուտ դուրս կգանք, հա, ուզում եմ աչքերս բացել»։ «Շուտով, շուտով, շատ շուտով, հիմա էլ պիտի լայն գետի միջով անցնենք, չեմ ուզում, որ դու վախենաս, մի քիչ էլ համբերիր, հետո աչքերդ կբացենք»։ Տղան դուրս է գալիս կանեփի արտի միջից, մտնում է լիճն ու ծայրից ծայր գնում գալիս, միայն ցայտերն են 4 կողմը թռչում։ Վերջապես գալիս է խրճիթի մոտ ու աղջկան ասում. «Հիմա ես քեզ խրճիթ կտանեմ, դու նստիր ու սպասիր, այնքան սպասիր, մինչև ձիզ լծից արձակեմ, օժիտդ հավաքեմ, ներս բերեմ ու աչքերիդ կապը կհանեմ»։ Աղջիկը նստում է աթոռին ու սպասում։ Ժամացույցը խփում է կեսգիշերը։ Հորանջում է աղջիկը, մեր տանը վաղուց բոլորը քնած են արդեն։ Սպասում է, իսկ փեսացուն չկա ու չկա։ Նորից է հորանջում, մեր տանը վաղուց բոլորը քնած են։ Ձեռքով շոշափում է վառարանի կողքերն ու ասում. «Աթոռը նման է մեր տան աթոռի»։ Հենց այդ ժամանակ մայրն արթնանում է ու լսում, թե աղջիկն ինչ է փնթփնթում։ «Ինչ ես խոսում, այ աղջի», հարցնում է մայրը։ Ես եմ, մայրիկ, ձեր հարսը, պատասխանում է աղջիկը։ «Ինչ հարս», զարմանում է մայրը ու լույսը վառում։ Տեսնում է, աղջկա աչքերը կապած են և հասկանում է, որ ինչ-որ մեկը խաբել է նրան։ Իսկույն արթնացնում է տղամարդկանց։ Նրանք ընկնում են տղայի ետևից, բայց էլ ուր, չեն հասնում։ Փախչում է նա, աղջկա օժիտն էլ հետը տանում։